մեզ 3 ժամից ավել գնացել է, բայց դե ոնց որ նո ենք միացել Ժորժ ջան, հələ կարիք կա լը, տեսնում ենք։ Կաշխատենք մի փոքր կկիսվենք, հետո մոքսերով կվերջացնենք աղոտ կեսրվա Ժորժ ջան։ Աստված օրհնի ձեզ, սիրասոր Ժորժ ջան։ Մենք տեսնում ենք, որ այսօր այո, Տիրոջ հոգին ինչու համար անհանգստացած այս վերջին ժամանակներին Ժորժ ջան։ Որտեվ տեսնում ենք, այո, գալու է անճշմարտություն, ինչու համար Տերը ամենաշատ դեղ ասում, որ զգուշացեք։ Այ եթե դու Աստծո խոսքը չիմացար, ինչու՞ զգուշանաս, չէ։ Երեք են հավատին ասում, եթե դու Աստծո խոսքը չիմացար, քեզ սաղել կխապեն, Ժորժ ջան։ Այ եթե դու ճշմարտություն չիմացար, այ ազատություն են բերում, ազատեք, Ժորժ ջան։ Մարդիկ վերցնում են, գիտես այդ ազատությունը։ Բայց այդ ազատությունը Տերը չի բերում, Ժորժ ջան։ Տերը մարդու ազատություն, երբ որ մարդուն մեղքից ազատում, այս աշխարհի ազատություն չի բերում տալու մարդուն, Ժորժ ջան։ Նա գիտե այդ ազատությունը հենց տվեց մարդուն, մարդը միանգամից մոլորվում է, Ժորժ ջան, Աստծո ճանապարհից հեռանում է։ Դամար Տերը ինչ ասում, ճանապարհը շատ նեղ է, Ժորժ ջան, չէ։ Ասում ուզում է Աստվածապաշտության ապրի, նա պետք է հալածանք կրի, Ժորժ ջան։ Պարզ ավետարանը մեզ սովորացնում է, որ բոլոր մարդիկ անցնում են մի ճանապարհի մեջ, որոնք անցնում են նեղության եւ դժվարության եւ տառապանքների մեջով, Ժորժ ջան։ Որտեւ այս հին մարդուն մենակ Տերը այդտեղ է կարող փչացնել, Ժորժ ջան։ Հին մարդուն մինչև քո ձեռից առնում է, այնքան ժամանակեր է պես, Ժորժ ջան, շատ անգամ մարդը չի տալում։ Տերը ասում է, այն մարդ թող, էս ինչա, չէ, Իսուսան, հələ չեմ թողում։ Մենք տեսնում ենք ինչու համար շատ անգամ մարդ էս հին կյանք, այս աշխարհի կյանքը անենց է բռնում, Ժորժ ջան, գիտես, աշխարհը իր հավիտենականն է, Ժորժ ջան։ Այո, սուտ վկաներից եւ խապել են, ասեն, էսի հավիտենական կյանքը ստեղ է, այն մարդ։ Ես ուզում եմ այն մարդու մեռար բրզարել, ինչ դու ուզում ես ապրես դու, հա, Ժորժ ջան։ Եվ մենք տեսնում ենք, այո, շատ մարդիկ, Ժորժ ջան։ Ես դաժե քույրիկ Սուրբ Հոգով մկրտված, ես չեմ ջրով մկրտված, թե չմկրտված, գնաց սուտ վկա դարավ, Ժորժ ջան։ Պատկերացնում ես։ Սուրբ Հոգով մկրտված քույրիկը, ես պրոզը կարա ջրով, ես չեմ հիշում, պրոզը ակին տարի է։ Գնաց դարավ այդ սուտ վկաներ, Եհովա վկային կոչում, բայց մենք ասում ենք սուտ վկաներ, Ժորժ, չէ։ Ասում ես Տեր Աստված, մարդը Սուրբ Հոգով մկրտված, այն մարդ Աստծուն ճանաչած, գնաց այն միտեղ, որտեղ սադություն կա, Ժորժ ջան։ Ես հիշում եմ մի հատ սատանապաշտ, որին կապաշխարեց, սատանապաշտ։ Ինքը պար սատանի հետ խոսում էր եւ շատ չարիքներ անում։ Եվ ասում է այդ սուտ վկաներ, ասում է հեշտ հանգիս, ասում է ոնց որ իրանց ելնեին։ Եթե ինքը վկայում էր։ Այդ սուտ վկաներ, ասում է իրանք մերն էին։ Այո, Ժորժ ջան, որտեղ որ չկա ճշմարտություն, որտեղ որ ուրանում են Տիրոջը, այո, այնտեղ չարություն կա, այնտեղ սատանություն կա, Ժորժ ջան։ Դա համար ինչու՞ է այսօր շատ կարևոր է, որ Աստված մեզ ամեն մեկից ուղղում է, որ դու այսօր կապ ունենաս Աստծո հետ, որ դու շոշափելի նես քո Տիրոջ հետ, Ժորժ ջան։ Այո, կկա ժամանակները եւ գալիս արդեն եկել է։ Մենք ենական խոսացինք, որ Ժորժ ջան, այո, մարդիկ կարան դիմակները հակած մտնում են։ Ժորժ ջան, մենք հիմա չենք ասում, որ դուք հիմա կողի մարդկանց նայես, որն է գառը, որը գայլը, Ժորժ ջան։ Ասում է իր բանից պետք է ճանաչես, Ժորժ ջան։ Այսինքն, երբ որ ին գառի դիմակով գալում է, դու չես ճանաչում, Ժորժ ջան։ Իշքան ուզում ես ուշադիր նայա, կամ իրանք մեզի նայեն, մենք իրանք չես ենք, որ մենք չենք ճանաչում այդ բանը։ Մինչև այդ գառի դիմակը Տերը պետք է հանի, որ իր իսկական դիմակն է մնում, Ժորժ ջան։ Մեկ է տեսնում ես, օй քեզ իկոն, բայց գիտեն դու խելոք ես, դու խոնար ես, այն մարդի բան չկա, ստե ոչ մի բան չկա։ Այո, վերջապես այդ դիմակը Տերը հանի, որ չի թողելու։ Վերջը պետք է քեզի ճանաչել տա։ Եվ ինչու համար այսօր, եթե դու կապ չունեցար Աստծո հետ, եթե դու չունեցար ճշմարտություն, շատ անգամ ես շատ անգամ ասում Ժորժ ջան, որ այսօր մարդիկ, հավատքի մարդիկ, սևը սպիտակից չեն ջանում։ Եթե ասում են այնտեղ Հիսուս են քարոզում, սա վազում են այնտեղ չեն, այնտեղ ինչ կա։ Այնտեղ կա ճշմարտություն, չկա, Ժորժ ջան։ Դամար Տերս օրհնի, Ժորժ ջան, որ այսօր մենք իմանանք ճշմարտությունը։ Եվ իրապես ես որ նայի մեզ մի անգամ մի քույրիկ ասում էր, եղբայր, նայես քույրիկը ինչ լավ է քարոզում։ Ասում եմ, այ քույրիկ ջան, այդ քույրիկը քարոզում, ել ոնց կնայեմ ես իրան։
Արդեն անճշմարտություն կա, ես էլ չեմ կրայս իրան նայ, իշքան ուզում ենք լավ քարոզ, իշքան ուզում լավ ժողովուրդ, դրանք Աստծո խոսքի թագարակ դրանք, Աստծուց չեն իրանք ժողովուրդ ջան։ Երբեք Աստված իր մամային է չդրեց դե ոչ մի բանի վրա։ Մայրամը որ սուրբ կին է, որ դրան գելել են բեմը քարմնանք չի մայրամից լավ մարդիկ են ժողովուրդ ջան։ Մայրամը խոնարհ կին է, բայց Աստված մենք տեսանք, որ Տեր Հիսուսը իր մորն է չդրեց ոչ մի պաշտոնի մեջ ժողովուրդ ջան։ Եթե ավետարանի մեջ մեզ մի հատ ցույց կտակ, որ Աստված իր մայրը, ասենք, որպես մարմնավոր մայր, մի հատ պաշտոնի մեջ դրել է, ասենք, ապրեք ժողովուրդ ջան։ Բայց այսօր սատանին մարդկան սարքում է, որ դու երեց ես, քույրիկ ջան, եւ մարդիկ երեց են ժողովուրդ ջան։ Էլ չես եկել այդ պաշտոնը ձեռից առնես, որքան ավետարանը դեմ ես տալը, որքան ավետարանը ցույց ես տալը, եղբայր ջան, էդի կորետացուները դի մեզի չի վերաբե, ժողովուրդ ջան։ Դա մարդ Տերը ողորմա, սիրասո ժողովուրդ ջան։ Դրանք սովորական մարդիկ են, գիտես։ Դրանք մեր պես հավատքի մարդիկ են եղել, ժողովուրդ ջան։ Մի հատ հրաշքեր ասած իր կյանքից, մի հատ հայտնություն արել, մի հատ ողորմություն արել, մի ինչ-որ մի բան իր աղոթքից մի բան կատարվի, ուրեմն վсё, ես եմ թակավորն եմ։ Վсё, ուրեմն սաղ եղբայրները բնստին, քույրի գելին բեմից քարոզ ժողովուրդ։ Ու այնքան ժողովուրդ կա։ Հələ ուշադիր եղեք, այդտեղ այնքան ժողովուրդ կա, բայց որտեղ որ ճշմարտությունը այնքան քիչ են։ Որտեղ որ անճշմարտություն կա, որ այնքան շատ են դել, նայում ես ամբողջ դալիճը ծեփում է։ Ասում ես դրասված, իսկական մարդիկ նույնիսկ ավետարան չեն կարդացել ժողովուրդ ջան։ Բայց մարդիկ հավատքի մարդիկ են կոչվում, մարդիկ արդեն տարիներով վերջ եկել է, դու դե նստել ես, դու չետրում ես բեմը ով է քարոզող, դու չեք տեսնում։ Հիմա դե ծապ են տալում, ես խեղճ իր մեջ ուռումած ենք, ահա տես ինչ լավ եմ քարոզում։ Ժողովուրդ ջան, այո, այս տվյալը մարդիկը կանգնեն, մի օր դուռը կթագեն, Տերը ասում է, «Եդից գնացեք, ես ձեզ չեմ ճանաչում», ժողովուրդ ջան, պարզ ավետարանն ասում։ Եթե մի տեղ չի տալում քույրիկին քարոզելու, ժողովուրդ ջան, հանա բեմը, տվյալ անձին սատանեն կարողանում է մի հատ դիմակ հագցնում, ասում է, այ դու քարոզիչ ես, դու երեց ես, դու սպասավոր ես։ Այդ մարդիկ դառնում են, ժողովուրդ ջան։ Այս մարդիկ մեր նույն հավատքի մեջ սորական եկել են Տիրոջը, խոնարհվել են Տիրոջ արած 1-2 ընդ մեկ ինչ փող են տեսել կամ ինչ-որ մի ինչ են առաջարկում իրան ժողովուրդ ջան։ Մարդիկ դառնում են լիդերներ։ Եվ այնքան դալիճը ծիպ է ժողովուրդ ջան։ Ոյցևը գրված է գիտեք չէ՞։ Տեր ասում է շատ քչերը դի փրկվեն ժողովուրդ ջան։ Որտեղ կա մաքրություն, ճշմարտ, այնքան քիչ է ժողովուրդ ջան։ Այո, մարդիկ բրի փնտրում են, գտնում են այդ ճշմարտությունը։ Եթե մի մարդու կյանքը ճշմարտ, եթե մարդու կյանքը Աստծո հետ հաղորդակցվել է, նա չի փնտրում իր մարմնի հաճույքները ապրելու երկրի ժողովուրդ ջան։ Նա փնտրում է Տիրոջը հաճելի գտնվել։ Եվ այո, դեռ շատ քիչ են։ Իսկ որտեղ ազատություն կա, շատ անգամ մարդիկ ասում են եղբայր ջան, ստեղ մեկ ինչ խիստ է։ Այստեղ սրբություն են պահանջում, այ մարդը ինչ լավ է, այդպես բաներ չեն պահանջում, ինչ սրբություն է, ոնց ուզում ես ապրի, վաղմիսօր կկանգնի Տիրոջը, Տերն կսե գնես ես չեմ ճանաչում։ Այո, մարդիկ փնտրում են ազատություն են փնտրում գտնելու ժողովուրդ ջան։ Տերը ազատություն չբերեց այս երկրի վրա։ Աստված պես որ մարդը ուշադիր է հավատքի կյանքի մեջ, որպես դու ինչպես ես աճում, դու պետք է տեսես դու ոնց ես աճում հավատքի մեջ ժողովուրդ ջան։ Քո մեջ կա ճշմարտությունը թե չկա, դու սիրում ես Աստծո ճշմարտությունը։ Այո, կարող անգամ ձեզ ասեն, այ մարդ դու ես պարավես, պարավի նման կյանես, այ մարդ ես ինչա քո վիճակը։ Այո, սատանեն պես խաբում է, գիտես մարդկանց։ Սատանեն շատ անգամ մարդկանց միջոցով խոսում է, բայց դու չես զանազանում ով է դի։ Ասում եմ մարդ ես ինչա քո վիճակը, վիճակիդ նայա։ 21-րդ դարն այ քուրիկ ջան, ես դու ես ինչա ես քո վիճակը։ Ու մարդիկ շատերը փոխվում են ժողովուրդ ջան, շատերը փոխվում են։ Սորական մարդիկ, նույն այդ հոգևոր քույրիկը, խոնար քույրիկը, երբ որ ուշադրություն չի դարձնում իր հավատքի կյանքի մեջ, դալինեջ որ ինքը աճի եւ Տիրոջ վախի երկրի մեջ ժողովուրդ ջան, սատանեն, ասում եմ մռնչող այն անգամ որ խոսում ենք, որ սատանը մռնչող արուծի պես մանագալում դեմ կուտա ժողովուրդ ջան։ Եվ այդպես շատերին կուլ է տալու ժողովուրդ ջան։ Եվ այո, շատերը դառնում են լիդերներ, այսօր մարդկանց ուշքը միտքը պաշտոնն է ժողովուրդ ջան։ Ես որ նայում եք ոնց աշխարհի մեջ է մարդիկ պաշտոնի համար իրար կռև են ժողովուրդ, նույնն էլ ստեղ է։ Մարդիկ այնքան իրանց գովան, իրանց պաշտոն տան, այ մարդ դու թակավոր ես, կռվում են ժողովուրդ ջան։ Բայց մեկը մի հատ ծառայի համար չի կռվում, որ ծառա դառնա, ծառա լինի ժողովրդին։
Այս ժողովրդին ծառայություն անեն, ժողովուրդ ջան։ Այո, ասում ամեն մարդ իր փառքն է փնտրում, ժողովուրդ ջան։ Ինչու որ աշակերտների մեջ խորհուրդ եկավ, ով է մեր մեջից մեծը։ Ինչու որ մարդիկ միշտ ցկում են, որ իրանք առաջ տան։ Այո, ես հավատում եմ այդ պահին երբ ամեն մեկը իր մեջ կընտուներ, որ ես եմ մեծը։ Եվ Տեր Հիսուսի մեզ կդնա, բայց Տերը ասեց, ինչ եք մտածում։ Էս ինչ եք խորում դուք։ Ախր ձեր խորացածը մարմնավոր բան է։ Այս աշխարհի մարդիկ են փնտրում փառքեր, որ այսօր լինեն դիրեկտորներ, գյուղապետներ, ասենք չէ, նայում ես երկու գյուղապետ, երկու եղբայր մարմնով, իրար մեկը մեկին սպանեց ժողովուրդ ջան։ Այդ մի բանի պաշտոնի համար։ Մի պաշտոնի համար իր եղբորը սպանեց։ Դա որից եկավ։ Դա եկավ Ադամ եւ այդ բնությունը չար եկավ մինչեւ հիմա ժողովուրդ ջան։ Եվ Կայանին ինչ համար սպանեց իր եղբորը։ Եվ հիմա այդ նույն թույնը այսօր կա բոլոր մարդկության մեջ ժողովուրդ ջան։ Այո, քանի պաշտոնի կռիվ չկա, լավ, ամեն ինչ լավ է, եղբայր ջան, իրար պատճում են թուշիկ մուժիկ, հենց մի հատ պաշտոնի գործակալում, երկու աղբեր թշնամի են դառնում։ Ես դենեմ գյուղապետ, ես դենեմ թակավորը։ Այր ինչ ասենք մի տարի եղար, երկու տարի եղար, ասենք մեկ հատ փող կերար, ասենք դրա հոգուտը որն է քո։ Ինչու որ քո պաշտոնը քո եղբորը սպանես, ժողովուրդ ջան։ Այո, Տերը ողորման նույնպես այսօր կան, ժողովուրդ ջան, Տերը օրհնի բոլոր հոգիներին, որոնք լսում են Աստծո խոսքը, որ դուք այսօր ուշադիր դարձնեք ձեր հավատքի կյանքի մեջ։ Ժողովուրդ ջան, թե ինչպես ես դու աճում, ոնց ես դու ավետարանը կարդում։ Նուժիր ավետարանը մարդը կարդում ու չի բասում իրան։ Ասում է եղբայր ջան, էդի Կորինթացիներն է գրված, մեզի չի գրված, մենք կրանք երեսներ դառնանք, եպիսկոպոսներ դառնանք, էլա դու դարեք, դու եղբայրն ասեն, դու էլի քույրի ջան, էլի բեմի վրա քարոզի։ Եվ նայում եմ, երբ որ նայում եմ այդպես տեղեր կա ժողովուրդ ջան, նայում ես ամբողջ դալիճը լիքը ժողովուրդ, եղբայրները նստած, քույրիկ էլա են վերևը, դու քարոզում ես, սաղ լսում են։ Մեկը չի ասում, այ քույրիկ ջան, մեղքս ըդիճից գնային վերևը, այն վերջը գնա, գոնե ողջ բերա, որ դու ապաշխարես փրկություն գտնես։ Երբեք Տեր ջան, ժողովուրդ ջան, ասված կամ պիտի ավետարանը փոխի, կամ էլ իրանց պիտի հանի բեմ։ Ասում եմ քույրիկ ջան, ասված ավետարան չի փոխում էլ, всё, ավետարան գրված պրծած է։ Կամ մենք պիտի ավետարան հավատանք, կամ էլ այդ քույրիկին բեմի վրա պիտի հավատանք, всё։ Այնպես լավ էլ քարոզ ժողովուրդ ջան։ Այո, դաման եմ ասում, սատանեն ինքն էս խորամանկ է, Հիսուսա քարոզել ժողովուրդ ջան, ուրիշ բան քեզ չի քարոզի, լավ իմացեք։ Սատանեն, որ այդ աշի ինքը ուրիշ բան չի քարոզում։ Մարդիկ գետնին թավալվում են, կայծրում, գետնի վրա թավալվում են, ժողովուրդ ջան, նայում ես, թավալվում են։ Դարի խնդում են տիրոջ ներկայություն է չէ։ Այս սատանը խնդում այս մարդկաց վրա։ Ժողովուրդ ջան, պրոստը Տերը ողորմա մեզ բոլորիս, ինչ համար Տերը ասում է վերջին ժամանակներն է, որ ասում է ունեցած այդ ամուր պայա, որ հանգարց մեկը չկողնա քու մեջի հավատքը, քու մեջի սրբությունը հանգարց մի հոգի, մի եղբայր, մի քույր չկարողանա գողանալ քեզանից։ Այո, նա գկա կգողանա քեզանից։ Այսօր կան շատ տգար հոգիներ, դժվար հոգիներ կան, սխալ հասկացողություններ կան, կան քեզից կգողանան։ Կասեն, էսև չի ճիշտ այ մարդ։ Դու կաս էսև էլ ապրես։ Ինչ կապ ունի։ Ձգտա փառքին, ձգտա հարստությանը, ձգտա էսի, ժողովուրդ ջան։ Եվ դա մար Տերը օգնի, որ այսօր մեր կապը լինի Աստծո հետ, ժողովուրդ ջան։ Եթե չլավ, լավ իմացեք, այդ նույն մարդիկ, որ այսօր հավատքից ընկել են, դրանք մեր սովորական եղբայրներ, քույրիկներ են, ժողովուրդ ջան։ Եվ Տերը տա, որ մեր նորահոգիների համար, ժողովուրդ ջան, ես էլ եմ նորակի, նորահոգու ընթացքը որն է, իր ամբողջ կյանքը տալում է Քրիստոսին։ Երբ որ նոր մարդը դառնում է Քրիստոսին, ժողովուրդ ջան, ոնց որ այս ամբողջ աշխարհի համար արդեն հեչ է դառնում, փուջ է։ Բայց Տեր ուզում է, որ տվյալ անձս են հետագա կյանքի մեջ եթե կլսեն նորահոգիներ, որ իրանք իմանան, որ իրանք հետագա կյանքի մեջ իրանք պետք է ձգտեն Աստծո խոսքի հետ հաղորդակցեն, Տիրոջ խոսքի մեջ ապրեն։ Որ հանգար սատանեն քեզի մի հատ միտք ա բերում, եթե ավետանին չի համապատասխանում, դու կրած այդ մտքին չընդունես, ժողովուրդ ջան։ Եթե մի եղբայր քեզի ավետան դու բան ես սովորացնում, դու կրած այդ եղբորը չընդունես, ասես եղբայր ջան, գնա այնտեղ ապաշխարա մեղք ես։ Վայ այն մարդուն, ովքեր ավետարանը կծռեն, ժողովուրդ ջան։
Այն մարդուն վայ կնե որ ավետանը մարդը ծռում է Ժողովուրդ ջան։ Ասում եմ դի Սուրբ Հոգով չաղոտես։ Սուրբ Հոգի չկա։ Ասում այ կուտաժները դու ով ես որ դու մարդուն արկես Սուրբ Հոգով աղոտես չաղոտ։ Ու մարդին արկում են։ Այսօր կան հավատներ, որոնց մարդ դաժե բերտ են նստում այդ մարդիկ, բայց մարդկանց աղոտում են արկելուն որ մարդիկ Սուրբ Հոգով աղոտեն։ Նայում ես ինքան տարբեր հավատներ կա։ Շատ անգամ մարդիկ ասում են այ մարդ ոնց իմանանք որն է ճշմարտությունը։ Ժողովուրդ ջան, եթե մարդը անկեղծ փնտրես Տիրոջ ավետանին հավատաց Ժողովուրդ ջան, այո, Աստված այդ մարդուն կսովորացնի։ Շատ անգամ ասում են այ մարդ գլխաշորը պետք չի այ մարդ աղոտելով է քեզ ասում այ մարդ լավ ազատ ես էլի։ Եվ գալում են մարդիկ գլխաշորը մարդկանց հանում են Ժողովուրդ ջան։ Ես մագադանս թե որ ես դարաշ մի հոգի են, մարդը ստե հավատքը մեկ, հետո կամացից բաժնվան, խարիզմատներ տարբեր դարձավրվան։ Երբ որ ես խարիզմատ ես մեկ, որ դու չգիտեմ Եվրոպա թե ուր է դու գալում, հենց եկավ ընդից ասմասաղի գլխաշորը հանեց։ Всё, Ժողովուրդ ջան։ Երբ որ մոդիկացել մի քույրիկին հանելու ասում էր լսա, գիտես ինչ կա, այդ գլխաշոր դու չդրեմ գլխին որ հանում ես, դու իրավունք չունես։ Այո, այն մարդիկ, ովքեր որ ունեն սրբություն, ովքեր ունեն լրջություն, այո, նրանք թույլ չեն տա որ հանգած մի եղբայր քո գլխից գլխաշոր անի։ Ոչ մեկ իրավունք չունի։ Աստված պարզ ասել է որ քույրիկը աղոթիան պետք է գլխաշոր գցա Ժողովուրդ ջան։ Այն մարդիկ ինքան են ֆռծում եկան են դարից մարդկանց հասկացա որ գլխաշոր դի աղոթես։ Ես հիշում եմ մի եղբայր որ եկավ Ռուսաստանի մի ուրիշ քաղաքում է եւ ինչու համար այսօր այդ եղբայր ասում է Աստված իրան ասել գնա եկեղեցի։ Ժողովուրդ ջան, շատ անգամ մարդիկ եկեղեցին հասկանում են վանկի են, գիտես։ Շատ անգամ այդ վանկի են կան մարդիկ բռնում են ասում են այ մարդ ընդ գիտես ինչ չուտատվորիցական։ Հետո հավատում են Ժողովուրդ ջան։ Եվ ես եղբայրը ասում եմ որ ինձ պես ինքն ասում չէ ճանաչում։ Ասում էր ոնց որ մեկը մեծ ասես գնա եկեղեցի, մամի գնաց եմ մտել եմ եկեղեցի։ Տեսա քահանան դե կայնած մամի մոտ գնացել եմ քահանայի մոտ։ Ասում Սուրբ Հոգին ասեց ելիս տեղից գնա։ Ասում ես նայում եմ քահանան չի խոսում, կողես է մարդ չկա Ժողովուրդ ջան։ Է մարդը նոր լսել է ձայնա լսել Տիրոջ։ Է չի զանազանում։ Ասում եմ 3 անգամ Սուրբ Հոգին ասեց ելիս տեղից գնա։ Ասում նայում եմ քահանան չի խոսում, կողես է մարդ չկա Ժողովուրդ ջան։ Եվ հետարքիր է կակրած այդ վաղտը դե ին վրեն ցույց տվավ։ Ասես երբ որ չհասկացա երրորդ անգամ ասա իմ ուսերից բռնես Սուրբ Հոգին, ուսերից բռնե քաշ տարե իրան դրսից դուրս անեն։ Ասելա գնան դեղ այդ տունը ինչ որ մի տան մեջ հավաքվեն 50-ական որ կոչվում են ավետան հավատքի քրիստոնյաներ գնան դեղ իրանք ընդեղ են գնան դեղ։ Ջոջան ով այր է մարդը չարեց Սուրբ Հոգին արեց։ Եվ ասում երբ որ գնացի ապաշխարեցին դեղ փառք ասու եւ սկսել ապաշխարել ասում երբ որ ես քույրիկներին վգայի մեր այդ հորդորում էր քույրիկներին որ քույրիկներ ջան բդի գլխաշորով աղոտեք ասում այն կան քույրիկներ դեմ եղան այն մարդ ինչ գլխաշոր պարտադիճ է գլխաշոր այն մարդ ասում մի օր Տերը տեսիլ ցույց տվավ շատերը մերժեցին այդ եղբոր խորհուրդը որ ավետանն է սովորացնում Ժողովուրդ ջան մենք մեզանց չենք ասում Այսինքն տվյալ քույրիկ ինչքան դժվար է որ մի հատ գլխաշոր գցա գլխին այն մարդ աղոտ գնի սարմանն է ասենք մի հատ գլխաշոր մարդ եթե մեզի ասեր Տերը դու մենք կգցենք Ժողովուրդ ջան դու ազատ կգցենք եթե Տերը մեզի ասեր Հետո երբ որ եղբայր ասում երբ որ Տերը ինձ մի հատ տեսիլ ցույց տվա ասում տեսնում եմ սաղս ելնում ենք երկինք արդեն բարձրանում են երկինք Ժողովուրդ ջան էս մեկը դեռ մեզ քույրիկներ են ելնում երկինք Հիմի համ ելնում ենք երկինք, համ էլ ես Տիրոջ հետ խոսում եմ, Տեր ասված կարող է սխալ խորտ ունես, ես իրական ելնում երկինք, Ժողովուրդ ջան։ Իրական տեսել ա գիտեք Ժողովուրդ ջան։ Սա կատակ չի։ Ասում հիմի համ իրանք են ելնում, համ էլ սաղս ելնում ենք, ասում ես ուսում եմ Տիրոջը հարց տամ, Տեր ասված կարող է սխալ խորտ եմ, դու իրական ելնում երկինք։ Ժողովուրդ ասում երբ որ ելնում ենք երկինք, Աստվածաշունչը բաց դրված էր երկնքում։ Լավ իմացեք, սաղս այդ խոսքով պիտի մտնենք ընդեմ։ Իշքան ուզում ենք ծածկենք, իշքան ուզում ենք ինչ-որ բանենք, Աստծո խոսքով դու մտնես առաջ պիտի գնաս։ Ասում Աստվածաշունչը բաց դրած է, ասում այն հոգիները, որոնք լսեցին խորհուրդը, բարի խորհուրդ, Աստծո ավետարանի խորհուրդ, ասում իրանք խփին ավետարանին, ավետարան միջով գնացին երկինք։ Ասես բայց այն քույրիկները, որոնք չլսեցին խփին ավետարան, իրանք հետ եկան։ Ժողովուրդ ջան։
Կարող ես ասենք այդ գլխաշորոմալ մարդը չի փրկում, այո, շատ անգամ կարող է չփրկվել մարդը, ժողովուրդ, ինչ համար, սա աննազանդություն Աստծո խոսքին, ժողովուրդ ջան։ Հարցը գլխաշորը չի, հարցը աննազանդությունը։ Մենք տեսանք Եվան ինչ արեց, աննազանդություն եղավ, ժողովուրդ ջան։ Նա Աստծո տված պատվերը չընդունեց, սովորական պտուղ էր, ժողովուրդ ջան, չէ՞։ Հարցը պտուղի հարցը, հաստը աննազան, երբ Տերը ասել մի արա, ժողովուրդ, սա պարզ է գրում։ Եվ մարդ արեց։ Ժողովուրդ, եթե մենք Աստծո խոսքին աննազանդ ենք, սա է ամենակարևոր հարցը, էդի չէ։ Հարցը, որ մարդը աննազանդ Աստծո խոսքին։ Հիմա ասում ա դու տղամարդը կնոջ շոր չակնի դու պատկերացա մենք յուբկա հագնենք անք պաշտամունքի։ Դու չես այ ախպեր դու ինչ ես յուբկա հագի։ Ախր ավետարանը քեզի պարզ գրել է եղբայր ջան դու յուբկա չակնես։ Չէ քուրիկ ջան ես յուբկա հագնեմ որտեղ է գրած։ Դարի մի աբացա ժողովուրդ ջան։ Անես բաներ են ֆռստում դարի մածես մարդուն աբացը թե որտեղ գրած էդի։ Որ գրածն է ցույց տաց մեգա մարդը չի հավատալու ժողովուրդ ջան։ Դամար Տերը օրհնի սիրասո ժողովուրդ ջան։ Տերը օրհնի բոլորի դել։ Եսօր ուշադրություն դարձեք, ավելավա դու Աստծուն հաճելի գտնվես, քամ ինչ-որ մեկին, ժողովուրդ ջան։ Դամար Աստված ուզում է, որ այս ամեն բաների մեջ քո կապը լինի Աստծո հետ, եթե դա չունեցար Աստծո հետ հաղորդակցություն, ժողովուրդ ջան։ Այո, Սատանեն հասնում է իր նպատակին, ժողովուրդ ջան։ Մենք գիտենք այսօր, այո, շատ հավատներ կան, շատ բաներ կան, ժողովուրդ ջան, մենք որ իրանց դադում ենք, այո, մենք ցավում ենք, պրոստը ցավում ենք, ժողովուրդ ջան։ Եվ մենք մեզանից այնքան ուշադրություն ենք դարձնում, մենք մեզ ենք ասում Տեր Աստված, մեզի պայր հանգարց մենք չմոլորվենք օտան ճանապարհներ, ժողովուրդ ջան։ Դամար Տերը օրհնի, որ ժողովուրդ ջան, այսօր զանազանեք սևը սպիտակից։ Եղբայր ջան, դեղել են Հիսուս քարոզում, ասում են որտեղ Հիսուս չեն ասում, ժողովուրդ ջան։ Հələ դու ինձ ասեք որտեղ Հիսուս չեն խոսում։ Հələ գնացեք գիրուտուղ տենողների մոտ, գնացեք բախտը ուտը, մի հատ ընդ կարա առանց Հիսուս է խոսում։ Սա գալիս են ասում, մի հատ նկար դնում են Հիսուսի, Հիսուս ասեց, որ դու սպես կեն, այդ նույն գյուշակը Սատանի ծառան Հիսուս անով են, ժողովուրդ ջան։ Դամարս մա ես գիտեմ թե դու որտեղ ես բնակվում, հայտնության մեջ ասում, ու դու իմ անունս ես կրում։ Այս Սատանա դու անունը կրում ես Քրիստոսի, բայց դու մարդկանց խապում մոլորեցնում ես։ Ու շատերը մոլորվում են, ժողովուրդ, հավատքի մարդը մոլորվում է Սատանայի ճարախների մեջ։ Ինչի համար, սիրելի քույր, դու չես ավետարան չես իմամ կամ եղբայր։ Դամար այնքան ուշադիր եղեք ձեր հավատքի կյան, ես եմ եղել նորակի, ժողովուրդ ջան, ես միշտ աշխատել եմ իմ կյանքի վրա, իմ անի վրա աշխատանք եմ տարել, որ Տեր Աստված ավելի լավ է ես մաքուր եւ սուրբ ապրեմ քո առջև, Տեր Հիսուս ջան, ինձ օգնա ես փոխվեմ։ Այո, երբ որ մարդ իր վրա աշխատանք ատան, որ ինքը փոխվի, եւ ինքը սուրբ ապրի Աստծո առաջ։ Եղբայր ջան, տգար եմ, եղբայր ջան, թույլ եմ։ Ինչ եղավ քեզի սիրելի ուքիներ ջան, չեք թույլ եղբայր։ Ինչու ավետանը քեզ չի կարող զորացնի։ Դամար Տերը օրհնի բոլորս իր ժողովուրդ ջան, Տերը օրհնի, որ այսօր իրապես Աստված անհանգիստ է իր ժողովրդի, որ հանգարց իր ժողովուրդը չմոլորվի, ժողովուրդ ջան, շատ կարևոր հարց է այսօր տրված Տիրոջ համար։ Աստված տենում է, որ իր ժողովուրդը մոլորվում է։ Ասում եմ ժողովուրդը գիտություն չունենալու պատճառով մոլորվում է, ժողովուրդ ջան, իր ժողովուրդը պարզ գրած է, որ գիտություն չունենալու պատճառով, այսինքն ավետանի խոսքը չունենալով քո կյանքի մեջ, եւ դու մոլորվում ես։ Դամար Տերը օրհնի, բոլորս էլ օրհնի, ժողովուրդ ջան, որ Տերը տա, որ այս վերջին օրերին ավելի չար օրեր է գալու, ժողովուրդ ջան։ Ասում դաժե երկնքից ինքը կրակներ ինչ-որ հրաշներ բանի, որ շատ դաժեն ընտրալներն է պիտի մոլորեսնա, ժողովուրդ ջան, ընտրալներն է պիտի մոլորեսնա կա ժամանակը։ Եթե մարդը վազում է հրաշքներին, մի հատ հրաշք կա, մարդ, այս ինչ հրաշք կատարվեցավ, բայց ճշմարտություն չկա, ինչ կա բուն հրաշքը, ինչի Սատանը հրաշք չկրում, ժողովուրդ, Սատանն է կրում հրաշքինը։ Շատ է տեսեք Սատանապարզանից բաներ են զարմանում են մարդիկ, ոյ քեզի բան, բիտոնի միջից անցավ, ժողովուրդ, Սատանա մար ինչ էսի։ Դամար Տերը բոլորդ էլ օրհնի, ժողովուրդ ջան, իշքան կրծեք, ավետան հետ կապ ունեցեք, կապ չունի նոր ես, հին ես, քանի տարվա եք, ժողովուրդ ջան։ Դամար Տերը օրհնի, որ բոլորս մենք ունենանք ավետարան եւ ավետանի խոսքով ապրենք, ժողովուրդ ջան։ Եվ միշտ ասենք Տեր Աստված, դու մեզ պահիր քո ճշմարտության մեջ, հանգած չմոլորվենք, ժողովուրդ ջան։ Ես ուզում եմ կարդամ առաջի Հովանու, առաջի թղթի, առաջի գլխի, առաջի համարից կարդանք, ժողովուրդ ջան։
Ձեր կապը պայե Աստծո հետ ամենակարևորը ժողովուրդ ջան։ Եթե դու կապ չունեցար Աստծո հետ, եթե դու ճանաչիր ճշմարտությունը, Սատանեն այնց հանգիստ է խափում ժողովուրդ, այնց մոլորեցնում է ժողովուրդ ջան։ Ինչո՞վ է շատ մարդիկ ասում են Աստված իմ աղոթքը չի լսում։ Հավատքի մարդը ժողովուրդ ջան, տարիներով մի անգամ ասում ես եղբայր ջան, լսում եմ մեկ այդ հաջորդ անգամ նույն բանը, հիմա եղբայրը կարող 10 անգամ ասես, բացադրես կամ քույրիկի չես, էլի նույն բանը կրկնում, Աստված իմ աղոթքը, այ աղբեր ջան, դու քեզ այդ բանը ընդունում։ Լավ, մի անգամ ասված մեր ժողովուրդ, 3 անգամ ժողովուրդ, որտեղ քան անգամ դու մեզ աշգուշացնա։ Ախր դու միշտ գուշացում, դու արդեն բուժվե, դու արդեն բժշկություն գտնես, որ այդ խորամանկությունը գտնես։ Շատերս մենք հայերս մենք գիտենք, մի հատ հեքիաթ կա, որ չես մայն այն կուկուն են աղվես որ գալուս մայես սարինես սարմես էսով այս եկե տիրած չես մայն այն կուկուի մեկին ցակին գծա ուտեմ թե դամ կացինեք բեր ժորտան այստեղ նույն այս խապելուց գիտես դամ պատական չարած էդի այս խեջը ցակին գծում կեուդումա բայց մի չասկը բայց սրան ուդի ստապոր այսօր նույնպես սատանեն գալում է մարդկանց մոլորեցնելու համար իրան բան չկա ժողովուրդ ջան իրա ձեռքը բան չկա իրա մոտ իշխանությունը չկա քո վրա լավ իմացեք քո իշխանությունը ավելի ուժեղ է քան թե Իրանը ինչո՞մ է որտեղ դու Աստծո որդի ես կոչվում ժողովուրդ ջան դու լույսով որդի ինքը խավարի որդի ինքը խավար է բայց այսօր լույսը խավարից վախենում է լույսը խավարից վախենում է ժողովուրդ ջան սա ցավալի բան է Աստված մեզ բոլորս է պայի ժողովուրդ ջան այո եթե դու լույսով որդի ես ինչո՞մ ես վախենում թող խավարը վախենա քեզանից փախնի դու սիրա ճշմարտությունը սիրա Աստծո հետ ապրես ժողովուրդ ջան մենակ ամ չես ենք եթե դու Աստծո հետ ապրում ես սիրում ես իր ճշմարտ ուզես չուզես սատանան նա չի կրա քեզ մի վնասի նա գիտա որ իր խորամանկություն արդեն գիտես ինքը փսփսում է դու գիտես ինքը փսփսում է դու գիտես ինքը չարախոսում է դու արդեն գիտես այդ ովա իսկ եթե չիմացար լսում ես այդ մտքերը ու դու ես վնասվել ժողովուրդ ջան առաջ Հովանու Առաջ Թութուվան առաջի գլխի առաջի խոսքը մի քանի խոսք կարտանք ժողովուրդ ջան Կենաս բանը վերնագիրը Կենաս բանի վրա սկիզբեն էր որուն համար լսեցինք որ մեր աչքերով տեսանք որուն նայեցանք ու մեր ձեռքերը շոշափեցին եւ կյանքը հայտնվեցավ ու տեսանք ու կվկայենք ու ցեզի կպատմենք այն հավետենական կյանքը որ հորմե քովեր ու մեզի հայտնվեցավ ժողովուրդ ջան Այո, այսօր հավատքի մարդը ժողովուրդ ջան, մենք նաև Աստծուն շոշափում ենք, նաև տեսնում ենք մեր Տիրոջը, ժողովուրդ ջան։ Տեսնելը մենակ մարմնով աչքեր չի ժողովուրդ ջան, նա հոգևոր աչքեր, դու պետք է տեսնես քո Տիրոջը քո առջև, դու տեսնես պետք է հորդ։ Դու պետք է շոշափես Տիրոջը, շոշափելի ձևով պետք է զգաս իր ներկայությունը, ժողովուրդ ջան։ Այո, շատ անգամ երբ որ Տերը իջնում է, շոշափելի զգում ես իր ներկայությունը։ Այո, նա կենտանի Սուրբ Աստված է, ժողովուրդ ջան։ Այո, դու կապ ունենաս Տիրոջ հետ։ Պետք է տեսնես քո հորդ։ Եթե այն հորը պետք է հավատքի աչքերով տեսնես ու հավատաս։ Ինչո՞ որ մարդը ասում է Աստված ինձ թողել է, բան դու հոգևոր աչքեր չունես, չես տեսնում որ Աստված քեզ հետ է։ Ինչու չես տեսնում որ Աստված քեզ հետ է։ Սուրբ հոգին մարդու մեջ բնակվում է ժողովուրդ ջան, Սուրբ հոգին նա Աստծո հոգին է, նա Աստված է, նա բնակվում է մարդու մեջ, մարդ ասում է Աստված թողել, ախր քո մեջն է ոնց է քեզ թողել, նա քո մեջը բնակվում է։ Ժողովուրդ ջան, իսկապես նայում ես մարդիկ սդությանը ոնց են հավատում, սդությանը որ այ գոյություն չունի ժողովուրդ ջան։ Բայց որ Աստված ասում է ես ձեզի հետ եմ մինչև աշխարհի վեր, ժողովուրդ ջան։ Կարդում ենք, լսում ենք, եղբայր ջան Աստված մեր հետ է, հենց մի հատ նեղություն, դժվարություն է գալու։ Մարդիկ փնտրում են Աստծուն։ Այս սիրել ջան, այ քույրիկ ջան, եւ Աստված քո մեջ արդեն բնավ ուր ես փնտրում։ Որտեղ անգետ փնտրում, Աստված քո մեջ է ապրում։ Աստված ավետանի մեջ է, փնտրեք ավետանի մեջ Աստծուն, ժողովուրդ ջան։ Այնտեղ փնտրեք, որ գտնեք իրան։ Այն որ տեսանք ու լսեցինք, ձեզի կպատմենք։ Այն որ տեսանք, ժողովուրդ ջան, այսօր եթե մարդկանց մենք վգայում ենք, մենք օդի մեջից չենք վգայում Աստծուն, ժողովուրդ ջան։ Շատ անգամ որ մարդկանց հետ խոսում ես, վերջը կիսում ես, մարդկանց վերջը վգայում ես, ժողովուրդ ջան, որ մենք օդից վերսա չենք խոսում, վերջը մենք այդ Աստծո հետ ապրած, կյանք տեսած Տիրոջ հետ մենք դրա համար ենք կարող ձեզ պատմենք։ Եվ այդ պատմածի մեջ ուժ զորություն կա այսօր։
օտի մեջ չենք խոսում ժողովուրդ ջան։ Թե ասված ինչ որ ճանապարհ անցրել այն եղբայրը չէ, որոնք մարդիկ անցել են, աստծո սովորել, խոնարհվել, հեզություն եւ այդ անօրինի խորամանկությունը շատ անգամ ճանաչում են։ Եվ դրա համար մենք շատեն զգուշացնում ենք։ Այոս մա այն որ տեսանք, լսեցինք ու ցեզի կպատմենք, որպեսզի դու կալ մեզի հաղորդակից ըլլակ։ Մեր հաղորդությունը հոր հետ է եւ իր որդու Հիսուս Քրիստոսի հետ է։ Ասма մեր հաղորդությունը ում է դա, հոր հետ է եւ իր որդու Հիսուս Քրիստոս է դա։ Այսօր քու հաղորդությունը ում է դա ժողովուրդ ջան։ Հոր հետ է եւ Տիրոջ որդու հետ է։ Այո, Տիրոջ հոգու հետ է մեր հաղորդությունը ժողովուրդ ջան նաեւ։ Դամար Տերը օրհնի բոլոր ժողովուրդ ջան, որ այսօր մենք այդ հավատք ունենանք, մենք հաղորդակցվենք Տիրոջ հետ եւ այս բաները կգրեմ ձեզի, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ ըլլա։ Ասում ես ամեն բաները գրում եմ ձեզի, սիրելի քույրիկ եղբայրներ ջան, որ ձեր հավատքը ավելի կատարյալ ըլլի, որ դու ուրախանաս ավելին ավետարանի խոսքով։ Մենք ինական խոսք որ նայում ես մարդկանց դեպքին կան մռայլա ժողովուրդ ջան, մարդը պարզվեն կան մռայլա, ոսր այս աշխարհի դարդ իրան են տվել ժողովուրդ ջան։ Այ մարդն չես կան մռայլ։ Սիրուկի նուժիլ կու մեջ լույսը չկա, լույսը չի վառում։ Հալավ հասանք մի հատ փորձ ունեց անցնում, դժվար մեզ ենք այդ պայնա դժվարի պայն կլացես, ողպես, խոշիր ամբողջ կյանքը բիսուկի մեջ ապրես։ Ժողովուրդ ջան, ես իմ երբ որ մի այդպես վգայություն կա, երբ որ մի կին ուրեմն այս կինը իր տան լրիվ անդամներին կորցնում է ժողովուրդ ջան, սաղ մաղում են։ Մնում է այս մեկ կինը։ Ուրեմն այս կինը երբ որ մնում է մենակ, անհավատ կին է ժողովուրդ ջան, եւ այս կինը ապրում է սուկի մեջ։ Ասма տունը լույս չի վառում։ Ոչ լվասում է, ոչ լողանում է, ոչ կարկին քնում է։ Խավարի մեջ ապրում է այս խեժ կինը։ Սադանի մցրել տուպիկ մեջ այս խեժ էսպես ոչ մի բան ժողովուրդ ջան։ Մեռածի պես այս խեժ կինը ապրում էր ցավի մեջ ժողովուրդ ջան։ Այո, սադան շատական ցավի տեղը մարդկա մի հատ սուկի մեջ է կողում, մի հատ մեծ սուկի մեջ պայում է մարդուն ժողովուրդ ջան։ Որ հանգած մարդը դից լույսին դուրս չգա։ Եվ իդարկի եղբայրը վգտում է, երբ որ մի եղբայր եւ իրանք սկսին մտնել այդ տան մեջ, այդ տատիկի հետ խոսել ժողովուրդ ջան։ Ես երբ որ մտան տատիկի հետ սկսին խոսին, Հիսուս քարոզեցին, Տիրոջ լույս երբ որ իջավ տատիկիս վրա ժողովուրդ ջան։ Օրհնյալ է մեր Հիսուսը, Տեր այդ սուկից հանում է մարդուն ժողովուրդ ջան, Աստված այդ խավարի ձեռքից ազատում է։ Փառք Աստծո տատիկը ընդունեց Տիրոջը, որպես Տերու փրկի եւ կյանքի մեջ լույս եկավ, այս տատին լույսն է միացրեց։ Տակ ջուրը միացեց, լողացավ ժողովուրդ ջան, այս տատիկը չմնաց այդ սուկի խավարի մեջ։ Այո, շատ անգամ ինչու համար խավարը մարդկանց սուկի մեջ պահում է ժողովուրդ ջան։ Մենք գիտենք, որ գալու է վաղտը մի օր սաղցե թողենք այս մարմինը ժողովուրդ ջան։ Այո, այս Տերը տալում է, Տերն է բրի տանի։ Այո, Տերը տալում է, Տերն է տանում է։ Ժողովուրդ ջան, որտեվ Աստված տեսնում է այս երկրի վրա կյանք չկա։ Մարդիկ միլիոններ են դզում, մարդիկ եսի ինչ բան են տեղեր են առնում, որտեղ հանկարծ պատերազմ չեն, իրանք չմահանան, ժողովուրդ, այդ մարդը հետո հոգին վերցեց, այդ ուզում ես գուբի մեջ եղի։ Մարմիտ գտե կմնա, բայց հոգիդ կելի դից ժողովուրդ ջան։ Տեսնում եք շատ անգամ մարդիկ այս ամեն եղած ջանքերը դրած այս միլիոնի վրա միլիոն են ավելացնում, այ մարդ, հա լավ, ավելացեք, ձեր օգուտը որն է։ Ավելի կռապաշտ եք դառնում դուք։ Այո, փողը կուրացնում է մարդկան ժողովուրդ ջան։ Շատ անգամ Տերն ասում է, այդ շատ հարստությունը շատերին կարող է կուրացնի, երբ որ մարդը իր ամբողջ ջանքը դրած հարստությունն է ժողովուրդ ջան։ Այո, մենք ունենք հարուստ եղբայրներ, բայց իրանց ջանքը էդի չէ։ Իրանք ապրում են, իրանց գործի պավ, իրանք կարող են այդ գումարը եւ կարող են շատերին օգնել ժողովուրդ ջան։ Բայց մարդու ջանքը դրած թողած 1, 2, 3 տենես պաշտամունք չկա, եղբայր ջան ուր ես։ Եղբայր ջան գործես ենքան շատ է, չեմ կրում պաշտամունք ամ։ 1, 2, 3 ու թողում է պաշտամունք ժողովուրդ ջան։ Տամար Տերը բոլորս էլ օրհնի ժողովուրդ ջան։ Եվ օրհնել ասում այս բաները կգրեմ ձեզի, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ ըլլա։ Ինչ բան է կատարելություն ժողովուրդ ջան։ Աստված ուզում է այդ ուրախությունը քո մեջ դնել, այդ մռայլությունը ուզում է քո մեջից խավարը հանալ դու շպրտա։
որ քո ներսը լույս վար, եթե քո ներսը լույս եղավ, դուրսը պետք է լուսավորվես, ժողովուրդ ջան։ Աննարին բան, եթե քո մեջը լույս կա, քո դուրսը խավար է երևա, ժողովուրդ ջան։ Ասում եմ, բաժակի ներսը մաքրեք, որպեսզի դե դուրսը մաքուր լինի։ Եթե բաժակի ներսը, քո ներսը մաքուր է, լույս է, սրբություն է, մաքրություն, ուրախություն է, արդեն ինքս ինքա քո ներսը լույս է, դուրսը ճառագայթես դու մարդկանց։ Այո, պետք է մարդիկ տեսնեն, այո, իսկապես դու Աստծո զավակ ես։ Այո, շատ անգամ կարող դու մտնես Աստված քո միջոցով ինքն էլ է մտնում, որ այդտեղ էլ Աստված օրհնելու է։ Այն քո ոտը դրած տեղն էլ Աստված օրհնելու։ Կապ չունի որ քույրիկ եղբայրը կլինի։ Կարևոր է տվյալ անձը Աստծուն սիրում է, Աստծո զավակներ են։ Այո, շատ անգամ անհավատ մարդիկ տեսնում են, երբ որ դու մտնում ես ինչ-որ միտեղ Աստված օրհնում է այդ վայրը։ Ժողովուրդ ջան, Աստված է օրհնում։ Եվ այս մարդկանց հասկացումը, որ այս մարդիկ, որ մտել, այս մարդիկ սովորական մարսանք իմ բալիկներ են, իմ երեխեքս են մտել։ Նրանք թագավորների որդիներ են, Աստծո զավակներ են իրանք։ Այո, օրհնում է։ Եվ շատ մարդիկ իրապես տեսնում են, շատ անգամ պատերազմի ժամանակ մարդիկ փախնում գալու են հավատացյալի մոտ։ Մենք հավատում ենք, որ կուտերը մեզ է կպայի։ Այդ խեն գալում հավատացյալի մոտ, ժողովուրդ ջան, հեչ չեք հասկանում։ Իրանք են մարդիկ տարբերություն։ Խես պատերազմի մարդիկ գալում են հավատացյալի մոտ պայ են մտնում։ Հասկանում են, որ հավատացյալին Տերը պայում է, իրանց էլ կպայի, ժողովուրդ ջան, եւ այդպես շատերին պայել է Տերը։ Իր զավակների համար շատերի կյանք Աստված փրկի, Աստված Սամալոտ է փրկում շատերի համար։ Իր մի զավակի համար ամբողջ Սամալոտը փրկում է, ժողովուրդ ջան։ Այդ մի զավակը, որ Սամալոտի մեջ է, պատկերացնում ես, այս սովորական մարդը, կա այդ քույրիկը իրան տեկան տգար տենա, թույլ տենա, բայց Աստված իր միջոցով այդ ամբողջ Սամալոտը փրկում է, մարդիկ իշմենցած ուրախանում են։ Բայց Աստծուն չէ ծառայում նույնց։ Աստծուն թողած հետը մեր, այո, շատ մարդիկ հրաշքներ են տեսնում, շատերին Տերը տանում է դժոխքն է ցույց տալում, բերում է, էլի չնա պաշտում, դե ժողովուրդ ջան։ Տանում դժոխքը ցույց է տալում, այդ տանջանքների վայրը տեսնում է, հենց գալում է երկրի վրա, էլ всё պրծավ, 1, 2, 3 էլ չի գալում։ Ինչ եղավ, քույրիկ ջան։ Всё, պրծավ, դժոխքը տեսավ, պրծավ, всё, ժողովուրդ ջան։ Տամար Տերը ուզում է, որ այսօր իր ժողովրդի մեջ ինչ բերա, ուրախություն բերա, այդ լույսը բերա քո կյանքի մեջ տնա։ Այս բաները կգրեմ ձեզի, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ ըլլա։ Այսինքն այն պատգամը, որ իր մեր լսեցինք, որ ձեզի կիմացնենք, թե Աստված լույս է ու անոր մեջ բնավ խավար չկա։ Աստված լույս է եւ իր մեջ բնավ խավար չկա, ժողովուրդ ջան։ Այո եւ ամենա։ Աստծո մեջ խավար չկա։ Եթե դու Աստծո մեջ ես, նրա մեջ խավար չկա, որ դու խավար ես։ Ընդհակառակ ովքեր որ Աստծո իրանք ավելի են լուսավորում, դու պետք է արևի պես ավելին փայլես։ Այո, պետք է անհավատ մարդիկ քեզի տեսնեն ու փառավորեն Աստծուն։ Այո, իրապես Աստված քո մեջը կա։ Դու այն մարդկանց նման չես։ Դու ուրիշ ես։ Աշխարհի մարդկանց էլ չես նմանվում։ Այո, մենք չենք նմանվում աշխարհի մարդկանց, ժողովուրդ ջան։ Շատ անգամ կարա մարդիկ բամբասանք ենեն քո մոտ, չարախոսեն։ Նարո շատ մարդիկ գնում են այդ բամբասանքների մեջ, ժողովուրդ ջան, շատ անգամ շատ քույրիկներ գնում են այդ բամբասանքների մեջ, չարախոսունի մեջ են գնում։ Եղբայր ջան, ինչ անեմ, մոտս բամբաս ես ընկա իրաց մեջ։ Ինչ կապ ունի բամբասին քո մոտ։ Դու ինչ ես մտնում իրաց մեջ։ Ախր դու լույս ես։ Դու ես մարդկանց լուսավոր է, որ դու խավար դառնես, դու ես մարդկանց լուսավոր, որ դե մարդիկ քեզի խավարցնեն։ Չէ, 2004-ին երբ որ Լենինգրադ գնացի առաջ անգամ հավատքի կյանքի մեջ 2004-ին ես էլ հավատքի մեջ կան է օպտն է չի։ Հետո երբ որ մենք Լենինգրադում այդպես նեվի ցուրտ այդպես կրակ էին վառել։ Դե մենք գործի հայտ տղեկ էին կայնած ենք, մեկ էլ մի հատ լույս հայտ տղա էր կայնած։ Վերջ այդպես տակնում ենք։ Ինքան հետարքի ասված էս մեր հայտ տղեկին հեռած է դիժորը։ Սա հեռած են գնացին դից։ Մնաց մենակ ես մի տղեն։ Այս ինչ իմանամ։ Մեզ խեջը պատմում այս աշխարհի այս հաջողները մեկը պատմում։ Նայմանցի ասում եմ ոնց որ իսկու պետք է չեղնի։ Ասում եմ այ ախպեր ջան, այդ ուժու պատմում ես, էդի մենք արդեն այդ մեռած կյանք արդեն բրձել ենք։
ասում եմ ես հավատքի մարդ եմ, այդքու պատմած ինձի հաճելի չէ, քուրիկ ջան, կիներ ջան, այդ որ դու բամբասում եք, դրանք ինձի հաճելի չեն։ Այո, դու չխառնվես այդ բամբասային չարախոսների մեջ, Ժողովուրդ ջան։ Դու պետք է տարբերվես այդ մարդկանց մեջ, պետք է լույս մնաս։ Եղբայր ջան, սա անհավատ են, ես հավատ, ինչ կապ ունի, Ժողովուրդ ջան։ Սա կապ չունի քո հավատքը պայելու մեջ։ Ուզում ես սա անհավատ դու հավատացյալ ես, դու պետք է այդ հավատքդ ամուր պայես այդ մարդկանց մեջ էլ։ Ասված քո մեջ ապրում է, նա քեզանից հեռու չի, Ժողովուրդ ջան։ Եղբայր ջան, սա անհավատ են, ես էլ չկրծրա, Ժողովուրդ ջան։ Սա ապրավդանի չէ մարդուն։ Սանով մարդը չի արտարանում։ Հետո երբ որ ես խես ջալի տղա էր։ Պատմես տեսավ ինչ պետք է չէր։ Ասի ախպերս, ես հավատքի մարդ եմ։ Ժողովուրդ ջան, այս տղեն լրջացավ։ Ասեց այ ախպեր, ես էլ եմ եղել հավատացյալ, բայց ընկել եմ հավատքից։ Եվ հիմա ապրում եմ աշխարհի մեղքի մեջ։ Դամար մեղքի կյանք էր պատմում, Ժողովուրդ ջան։ Հավատքի մարդ էր եղել, ընկել էր հավատքից։ Հետարքիր հարց եմ տալում, ասում եմ Տեր ասված, հետարքիր այս մարդկան ինչի հեռացիր ստես, դու մենակ այդ մեկին։ Ժողովուրդ ջան, տենում ես Աստծո գործը որքան սեր է տվյալ անձի համար, որ դրանց սաղին հեռացեց, թողեց այդ մենակ այդ մի զավակը, որ հեռացել էր իրան, այդ կորած ոչխարին գառին թողեց։ Որպես տվյալ անձի հետ խոսալ ասել, որ տղա ջան դու սխալ ճամփի վրա ես կայնե, այդ կու ճամփեն կտանի դեր միջև դժոխք։ Հետ տարի, անարակ որ դու պես հետ տարի, Ժողովուրդ ջան։ Դամար Տերը բոլորս էլ ողորմի սի աշխո, Ժողովուրդ ջան։ Ադամարս մասված լույս եւ անոր մեջ խավար չկա։ Եթե ասենք թե անոր հետ հաղորդակից ենք ու խավարի մեջ պատտենք, սուտ կխոսենք ու ճշմարտությունը չենք ասել։ Այսինքն եթե մենք ասում ենք հավատացյալ ենք, բայց եթե մենք խավարի մեջ ենք պատտում, ասում դուք սուտ եք խոսում։ Հավատքի մարդը խավարի մեջ ման չի գալու, Ժողովուրդ ջան։ Քջուշեմ այդ խավարի աշխարհի մեղքերի մեջ։ Բոլորս եմ մարդ են, կարող շատ տեղի դու կարողություն չունես, դա չի նշանակում դու պետք է լինես այդ մեղքի չարության մեջ, դու իրավունք ունես Աստծո առաջ գալ եւ անկեղծ երեխու պես աղոթես։ Եղելա քուրիկն է, որ բաներ կա սիրել են այս Ժողովուրդ մարդիկ անկեղծ աղոթեն, Տեր ասված խոսքից անգաջուղը սիրում եմ, բայց Տեր ասված ես սիրում եմ, բայց ես չեմ կրում անեմ, Տեր ինձ օգնա։ Շատական մարդիկ ասում են դարի ցույց ու դա գրած, Ժողովուրդ ջան։ Եվ Աստված ցույց ատար մեծ քուրիկին, գիտես։ Ասում մի օր Տեր ինձ հոգից վերցրեց, տարավ այնտեղ որտեղ սադանեն էր։ Ասում ինձ ցույց տվեց սադանին, ասում ուրեմն տես անգաջուները անգաջին, եղունգները երկար։ Այսօր այդ եղունգները երկար են, շոյսը մոդա է սարքե մարդկած։ Եվ հավատքի մարդիկ են նույն անում, գիտես Ժողովուրդ ջան։ Այսինքն Հիսուս ջան դու լավ եղունգ չես դրել, ես սիրուն եղունգ եմ դրել, ներգած։ Անում է Ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, դա ձեր գործն է, ուզում եք արեք, ուզում եք մի արեք։ Դա դուք պետք է կանգնեք Աստծո առաջ։ Ես եկան եմ օրտում իմ ասուն, եթե բաներ կես սխալ բան եմ անում, երբ որ եղբայրն զգուշացնում են, ես ասում եմ, այ եղբայր ջան, չի շուտ չեք ասում, ավելի լավ դու շուտ ասեք, ես շուտ փոխվեմ, այ մարդ։ Բաբամս կան հավատքը մնա ու հասնես այն դուրը Տեր ասա, գնա ես քեզ չեմ ճանաչում։ Երբ որ ես քույրիկը տեսա, որ իրապես Տերը ցույց տվավ, անձամբ իրան ցույց տվավ, որ ես քույրիկը հասկանա, որ այն որ դու սիրում ես, դա խավար է, դա քեզի պետք չի։ Եվ små տեսա սադանին, små տեսա անգաջուներ, վեզը ոսկեղենը սա վզին կծած, եւ տեսա եղուներս պես երկար եկանի թափի, կսիան։ Այո, Աստված օգնում է մեզ, Ժողովուրդ ջան։ Եթե մենք անկեղծ ենք, Ժողովուրդ ջան, դա ասում է, եթե ասենք թե անոր հետ հաղորդակից ենք, եղբայր ջան, գիտես քանի տարվա հավատացյալ եմ, քեզանից ուժեղ հավատք ունեմ։ Ասում եմ, այ ախպեր, ես կա ժամանակ ոչ մեկին չեմ ասել քեզանից, ես անհավատին չեմ ասում քեզ ուժեղ հավատք ունեմ։ Հավատքի ուժեղը ո՞րն է։ Հավատքը դու դի ապրես, ուժեղը դու ցույց տու հավատքդ։ Հիմա եթե ասենք թե անոր հետ հաղորդակից ենք ու խավարի մեջ պատտենք, սուտ կխոսենք ու ճշմարտությունը չենք ասել։ Հապա եթե լույսի մեջ կքայլենք, ինչպես անիկալ լույս է, լույսի մեջ է, իրարու հետ հաղորդակից կլանք, քույր իրար հետ հաղորդակից են, բայց իրար դեմ բան չունեն։ Ինչի համար, որտև իրանց մեջ լույս կա։ Այո, շատ կարևոր է այսօր, ինչի համար Աստված ասում է իմ ժողովուրդը իրար չեն սիրում։
Աստծո ժողովուրդ ասում է իրար չես սիրում, ժողովուրդ ջան։ Ինչու այսօր տեսնում եք սա մեղքի պատճառով սա այսօր շատերի անօրության շատանալու պատճառով շատերի սերը պաղում է։ Ես ինքնական ասեմ, եթե 10 քույրիկ եք, խոսքի աղոթում եք եւ հնարավոր է 10-ը իրար դեմ բան ունենաք։ Մեկը մեկիդ կարա չսիրեք, մեկը մեկիդ կարա բան անեք, ժողովուրդ ջան։ Մի թարս աշկով եք նայում շատ անգամ մարդկանց։ Իրականություն է, ժողովուրդ ջան, սա հեքիաթներ չենք պատմում մենք։ Իրական Աստված տեսնում ես ամեն դժվարություն եկեղեցու մեջ։ Եվ մենք էլ աշկեր ունենք, տեսնում եք, ժողովուրդ ջան։ Էլ ենք ասում, մենք ոչ մենք մեզից պիտի վախենանք, որ մենք էծև չապրենք։ Մենք ապրենք, շատ անգամ որ ասում եմ եղբայրներ ջան, իմ համար սաղդ եղբայրն եք, ինձ չկա որ մի հատ առանձնացնեն։ Ես մի եղբոր պիտի սիրեմ, այն եղբոր չեմ, ես սիրում եմ, բոլորը հարգում եմ։ Սաղը թուշինը կրա պատճենք խոսքի։ Որտեղ ասում է սուրբ համբյուր։ Այո, եւ այս սուրբ համբյուր այսօր կա եկեղեցու մեջ։ Դա Աստծո պատվերանն է։ Եվ հետարքիր է Տերը օրհնի բոլորս, հապա եթե լույսի մեջ կլենենք, ինչպես անիկա լույսի մեջ է, իրար հետ հաղորդակից կլանք ու անոր որդի Հիսուս Քրիստոսի այրունը մեզ ամեն մեկը կսրբե։ Ժողովուրդ ուշադրենք Աստծո խոսքին սմա։ Սմա լույսի մեջ է, իրար հետ հաղորդակից կլանք ու անոր որդի Հիսուս Քրիստոսի այրունը մեզ ամեն մեկը կսրբե։ Դամար Տերես օրհնի սա ժողովուրդ ջան։ Այո, երբ որ դու հաղորդասում ես Տիրոջ հետ, ասում է նրա այրունը սուրբ, քեզ ամեն մեղքերից սրբում է ժողովուրդ ջան։ Շատ անգամ հնարավոր է մարդը մեղքը խոստովանվի, հետո նույն սատանան ասում է քո մեղք Աստված չներեց։ Եղեջը նույն տառապում է ժողովուրդ ջան։ Հիմա ասում է ձեր մեղքերը ծովի անդունդն եմ գցել։ Շատ անգամ մարդիկ մտնում են անդունդից մեղք են մանգանում, այ քո ջան չես մգեդե մանգանում, այ մա թող է դիտեղ։ Եթե զղջացել ես Տիրոջ արին, չես մտնում այդ մեղք ես մանգանում, չես այդ անորին լսում։ Եթե Տերը ներել է քո մեղքերը, չես նույն մեղք ես մանգանում քո կյանքի մեջ։ Ինչու՞ համար ես մտել այդ 5 մեղքեր նույնս մանես գալու որ գտնես անես։ Ինչու՞ համար Տերը ասում է ամեն մեղքից քեզ սրբում եմ։ Ժողովուրդ, եթե մարդը զղջում է իր այն ծնված օրվանից մինչև վեր դու պարտավոր ես զղջաս Աստծո առաջ։ Մենք տեսանք երբ որ խաչի վրի ավազակը զղջա Տիրոջ ինչ ասես, որ չես լկանի բայն մեղք էդ մնաց։ Հələ մնաք չես խոստովանվի։ Ժողովուրդ, մարդը լիովին հասկանում է, որ ինքը սխալ կյանք ապրեց երկրի, նայել է սատանայից եւ տասված այսօր իրան բերել լույսի իշխանության մեջ։ Եվ դու ապրում ես Տիրոջ հետ։ Ժողովուրդ, սա նավատություն է, գիտեք։ Երբ որ ասված մեզ քո մեղքերը ներում եմ, եւ մարդը չի հավատում, ժողովուրդ։ Եվ մարդիկ մտածում են ասված իրանց պես է։ Աստված տարբերություն է մարդկանց դնելու, ժողովուրդ ջան, Աստված մարդկանց մեջ տարբերություն չի դնում։ Աստված սիրում է անկեղծ հոգիները, որոնք սիրում են Աստծուն։ Այո, սիրում են Աստծուն եւ Աստված ուզում է որ բոլորին ասի որ տղա ջան, աղջիկ, ես քո մեղքերը ներել եմ։ Եվ իմ սուրբ այրունս ավելի ուժեղ է, քան թե քո հաղապարն ու հասկացողությունը, որ ես կարամ քո բոլոր մեղքերը ջնջեմ ու թափեմ։ Տերը օրհնի մեզ, ժողովուրդ ջան, որ մենք ապրենք Տիրոջ վախի մեջ, երկյուղի մեջ, ժողովուրդ ջան։ Երբ որ Տերը մեզ մի բան ասում, ժողովուրդ ջան, Տիրոջ այրունը սուրբ է, ժողովուրդ ջան։ Այն մի կատիլը հերիքա, որ քո ամբողջ մեղքերը Տերը ներա ու ջնջի, ինչա՞ որտեղ դու զղջացել, դու չես սիրում այդ կյանքը, ժողովուրդ։ Ուրիշ բան, եթե աշխարհի մեջ մի բան սիրում ես, դեռ պայմ է, սա ուրիշ հարց է սա։ Բայց եթե դու սեսում ես այս ապրած կյանքի համար, որ դու ապրես մեղքի կյանք եւ դու չես ուզում դրա մեջ ապրես։ Ինչու՞ բա չես սիրում, որտեղ դու եկել ես լույսը։ Եվ դու զղջացել քո բոլոր ապրած են ծնված օրվանից կարող դու չես ինչ շատ բաներ։ Տեր ջան, ներային բոլոր մեղքերս։ Եվ քո սուրբ այրուն վտ մակրային սրբ Իսուս ջան։ Ասում ես ձեր մեղքերը ծովի անդունդն եմ գցել, ծովի անդունդը, ժողովուրդ ջան։ Լտես ծովի անդունդ իշքան խորունգա, չէ։ Տեսնում ես մարդը ընկնում է ծովի, ասում եմ ուր ես գնացել։ Ասում եմ կադիս մի հատ մեղք գտնեմ։ Այ քո տնաշեն հազիվ Տերն էլ չես ընկել մեղքեր մանգալում ընդից։ Ինչու՞ համար ես մանգալում։ Ինչ է դու սատանին լսում, քանց թե քո Աստծուն։ Եթե դու արդեն զղջած, եթե դու սիրում ես քո Աստծուն, դու սիրում ես Աստծու հետ ապրես։
Ինչու է դու փնտրում այդ չարիքները քո կյանքի մեջ նույնիսկ գտնես անես։ Ասած քո մեղքը չի ներում, խեշ մարդենք նույն տարապում է ժողովուրդ ջան։ Մի հատ միտք եք, ասած քո մեղքը չի ներում, всё։ Ասած քո աղոթքը չի լսում, ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, դա սդախոս է։ Դա խապեպա է, դա եկել է մարդկանց կորսնցնելու։ Նա այնքան հագարակ է մեր Աստծուն, նա շատ հագարակ է, ժողովուրդ ջան, որտեղ նա գիտա նա որի ծանգ է։ Նա երկնային փառքի տերան գցեց։ Նա տեսել է երկնքի փառքը եւ այսօր մեղավոր մարդը պետք է զղջա մտնի երկինք, բայց ինքը իրանք չունի դե մտնել ժողովուրդ ջան։ Սատանը իր դիվական աշխարհում նրանք չեն կարող երկինք մտնել։ Բայց ես ու դու այսօր կարող ենք ասենք Տեր Աստված, ներա իմ մեղքերս Հիսուս ջան, ներա քո սուրբ այրունովդ մակրա Տեր ջան։ Թող Տերը օրհնի բոլոր ժողովուրդ ջան, Տերը օրհնի որ այսօր լսում եք Տիրոջ խոսքը, թող Տերը ձեզ բոլորդ օրհնի։ Սիրեք Աստծուն, աշխատեք ձեր կապը հաստատեք Տիրոջ հետ, ավետարանի հետ հաստատեք, որ Տեր Աստված բաց ինձ քո խոսքը ճշմարտությունը։ Եթե Աստված ինձ ու քեզ խորհուրդ է տալում, ավելի լավ է լսա, որ վաղմիսօր ոտդ քարին չես խփե, հետո չես ասի այս քարը ով տրեց այստեղ, քարը կար, դու չլսիր խորհուրդը, ես չլսի, դա համար ոտնես խփում եք քարի։ Տամար Տերը օրհնի ժողովուրդ ջան, թող Աստծո անունը փառավորվի, կանոնք վերջացնենք։ Ամեն ժողովուրդ ջան, Տերը օրհնի բոլորիս էլ։ Ամեն։